Մեկ հարց, որը այս օրերին շատ է քննարկվում, իշխանամերձ շրջանակները պնդում են, որ Սամվել Կարապետյանի առաջնորդած Ուժեղ Հայաստան կուսակցությունը ԿՀ-ն չպետք է թույլ տա մասնակցել ընտրություններին եւ ասում են, որ դրա համար հիմքեր կան։ Դուք արդյոք հիմքեր տեսնում եք եւ կարող է ստեղծվել մի այնպիսի իրավիճակ, որ քաղաքական որոշմամբ, պարոն Հովհակիմյան, որևէ կուսակցության չգրանցեք։ Հետո ասում, ինքը այդ դիսկուսը արդեն абսուրդ է։ Ասա հասկանում եք, որևէ բան, չնայած ես հասկանում եմ քաղաքական գործիչները, տեսեք, ինչ ուզեն կարող են հայտարարել։ Իրենք ազատ են։ Իրենք քաղաքական նպատակներով մարդիկ կարող են։ Բայց պետք է ընդհանրապես բացել ընտրական օրենսգիրք ընթերցել։ Ընտրական օրենսգիրքը հստակ ասում է, թե գրանցվելու համար կուսակցությունները դաշինքը ինչ պետք է ներկայացնեն։ Եվ հստակ ասում է, որ երբ որ այս ներկայացված են, առանց քվեարկության ԿԸ-ն գրանցում։ ԿԸ-ում կարող է քննարկվել միայն փաստական առարկություն, այսինքն եթե օրինակ փաստաթղթեր չեն ներկայացել, կիսատ է ներկայացրել։ Ավելին, քանի որ օրենքը հնարավորություն է տալիս, ընտրական օրենսգիրքը հնարավորություն է, եթե նույնիսկ փաստաթղթերը կիսատ են, ԿԸ-ն 48 ժամ տրամադրում է, որպեսզի լրացնեն կուսակցությունը, այսինքն որպեսզի կուսակցությունը կամ դաշինքը չգրանցվի, ինքը տվյալ կուսակցությունը կամ դաշինքը պետք է ջանք կոնկրետ այդ ուղղությամբ նպատակաուղղված ինքը ջանք կիրառի։ Կարող է նման իրավիճակներ, կարող։ Ես հիշում եմ 21 թվականին, եթե չեմ սխալվում, դաշինքներից մեկը սկզբից փաստաթղթերը ներկայացրեց, հետո վերջի փուլում ոնց որ հետ վերցրեց։ Սկզբից բայց ներկայացրել էր։ Հետո պարզվեց, որ թերի էր, այսինքն այնտեղ թեր էին ներկայացել։ Այս վաղաշաբաթի ընտրություններում մենք ունեցանք երբ որ տեխնացում վերջի պահին իր գրավի կուսակցություն ամեն ինչ օգտաշուչ վերցրել ցուցակեն ձևար եւ այլ, հետո պարզվեց, որ փաստաթղթերը չեն ներկայացել, որովհետեւ գրավի խնդիր չեն կարողացել լուծել։ Բայց կարող է քաղաքական որոշում լինել։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քաղաքական որոշումներով չի առաջնորդվում։ Ես դա եմ ասում։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը առաջնորդվում է ընտրական օրենսգրքով։ Բոլոր այն կուսակցությունները, բոլոր այն դաշինքները, ովքեր ընտրական օրենսգրքով անհրաժեշտ փաստաթղթերը կներկայացնեն, իրենք չեն կարող չգրանցվել։ Բոլոր այն տեխնացուները, որոնք այդ ցուցակներում անհրաժեշտ կլինեն, երբ որ անհրաժեշտ փաստաթղթերի ներկայաց, իրենք չեն կարող չգրանցվել։ Այ երբ որ տեխնացուները օրինակ չեն ներկայացնի փաստաթղթեր, դա արդեն այդ տեխնացուին օրինակ չգրանցելը կենտրոնական ընտրական հանձնաժողովի պարտականություն։